Շաբաթ երեկոյան մեքենաների համար բոլոր փակ ճանապարհներն անցորդներին տանում էին դեպի Հանրապետության հրապարակ։ 911 ծառայությունը, ոստիկանությունը, շտապօգնությունը կազմ պատրաստ, իսկ մեր համաքաղաքացիներն ու ուխտավորները վայրկյան առաջ շտապում էին հասնել խորանի մոտ ու վերջապես ավելի մոտիկից տեսնել Սրբազան քահանապետին։ Ես Ամերիկայից եմ եկել, Washington DC, մայրաքաղաքից։ Հետո ես շատ մեծ տպավորիչ, շատ մեծ այսօրը պատմության մեջ միշտ կմնա հայերու համար։ 1000 կիլոմետրով դե Բուենոս Այրես։ Բուենոս Այրեսից հազարավոր կիլոմետրեր ենք կտրել, հատուկ եկել ենք Երևան, որպեսզի մեր հայրենիքում տեսնենք Պապին ու օրհնվենք։ And we are on tour in Georgia and Armenia. Վրաստանից ենք եկել Երևան եւ հաճելիորեն զարմացանք Հռոմի Պապին այստեղ տեսնելով։ Հանրապետության հրապարակում ստեղծված ոգեղեն մթնոլորտը պարուրել էր բոլորին։ Այս ֆիլիպինցի զբոսաշրջիկն էլ իր հեռախոսով ուղիղ կապեր ապահովում եւ իր հետևորդների համար մեկնաբանում տեղի ունեցածը։ But the main thing I'm here is because Pope Francis is here. Եկել եմ Հայաստան հատուկ Հռոմի Պապին հանդիպելու համար։ Այս բացառիկ իրադարձությունը հասու եմ դարձնում ընկերներից, որ այլ մարդկանց մոտ էլ ցանկություն առաջանա այցելել ձեր երկիր։ Սիրեցի շատ, լավն են հայերը։ Առաջին քրիստոնյա երկիր Հռոմի Պապի այցը հետաքրքրել էր նաև հարյուրավոր զբոսաշրջիկների ու անկախ լրագրողների, որոնք երրորդյա հոգևոր իրադարձությունը պատմական էին համարում։ Because he already visited Philippines. Ֆրանցիսկոս Պապը այցելել է Ֆիլիպիններ, բայց մենք հնարավորություն չենք ունեցել նրան տեսնել, բայց արի ու տես, այստեղ տեսանք նրան եւ չափազանց ուրախ ենք։ C'est la première fois que je vais suivre le Pope. Առաջին անգամ եմ Պապի այց լուսաբանելու համար դուրս եկել Իտալիայի սահմաններից։ Այստեղ եմ, որովհետև այս այցը շատ կարևոր է։ Սա սովորական այց չէ, այն կարևոր է մշակույթի համար, Եվրոպայի համար եւ ներկայիս քաղաքականության համար։ Պապը խոսեց ցեղասպանության մասին, բռնությունների, հանցագործությունների մասին, որոնք խնդիր են Եվրոպայի համար։ Rendi salda la nostra fede. Իսկ Հանրապետության հրապարակից մի քանի մետր հեռավորության վրա մամուլի կենտրոնում էկումենիկ աղոթքին լուր եւ տպավորված հետևում էին նաեւ մի քանի տասնյակ հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Ժան-Լուի դե լա Վեսիերը Ֆրանս Պրես գործակալության Վատիկանի թղթակիցն է, եղել է այն բոլոր վայրերում, որտեղ այցելել է կաթոլիկ եկեղեցու հովապետը եւ լուսաբանել նրա գործունեությունը։ Վերջին հոդվածներում շեշտել է, որ Հռոմի Պապը ցեղասպանություն բառը կրկին օգտագործելով ցույց է տվել, որ նախընտրում է ճշմարտ J'ai beaucoup entendu parler en France dans ma vie de l'Arménie. Շատ էի լսել Հայաստանի մասին, բայց երբեք չէի եղել այստեղ։ Չնայած լեզվական խոչընդոտներ կային, բայց Պապը հայ ժողովրդի հետ հաղորդակից լինելու ճանապարհը գտավ։ Նա հաշտության կոչ եղեց, ներելու, հաշտվելու եւ առաջ շարժվելու կոչ։ Խոսելով հայերի անցյալի մասին, Սրբազան քահանայապետը շատ ուժեղ կերպով պաշտպանեց հայերի իրավունքները, խոսեց անցյալի մասին եւ ուղերձ ցեղեց հայացքն առաջ ուղղել։ Դե լա Վեսիերը Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցը առանձնացնում է բոլոր առումներով, շեշտելով, որ մեր երկիրը խորհրդավոր, հինավուրց սրբավայր է։ Կարծում եմ, նա շատ կապված է հայ եկեղեցու հետ եւ այս քայլով ցանկանում է մոտեցնել Հռոմին։ Նա ցանկանում է օգնել հայ ժողովրդին, հաղթահարել անցյալի դժվարությունները։ Իսկ Reuters միջազգային գործակալության ավագ լրագրող Մարգարիտա Անտիձեն 20 տարուց ավելի լուսաբանում է հայաստանյան անցուդարձը։ 3 օրվա ընթացքում հասցրել է 4-5 հոդված հրապարակել, իսկ Երևանում տեղի ունեցած էկումենիկ արարողությունից անմիջապես հետո Պապը Հայաստանին եւ Թուրքիային հաշտեցման կոչ է անում խորագրով հոդված հրապարակեց։ It is very important. 15 տարի առաջ Երևանում լուսաբանել եմ Հովհաննես Պողոս II-ի այցը Հայաստան։ Ֆրանցիսկոս Պապի այցը կարևորագույն իրադարձություն եմ համարում։ Կարծում եմ, նաև շատ կարևոր էր, թե ինչ ասաց Պապը նախագահական նստավայրում, կրկին օգտագործեց ցեղասպանություն բառը, ինչպես եւ 1 տարի առաջ, եւ հաստատեց իր դիրքորոշումը։ Նա աղոթեց երկու երկրների համար, խաղաղության համար։ Այս իրադարձությունը անչափ կարևորում են նաև աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած հայ կաթողիկե եկեղեցու հարյուրավոր բարձրաստիճան հոգևորականները։ Հալեպի հոգևոր առաջնորդ Պետրոս arczepiskopos Միրաթյանը հայրենիք է եկել հատուկ առաքելությամբ։ Սիրիայում բնակող մեր հայրենակիցների համար Սրբազան Պապից հայրական օրհնանք հայցելու նպատակով։ Սրբազան Պապը ծանոթ է մեր հայ եկեղեցու պատմության, ոչ թե միայն հայ կաթողիկե համայնքին, այլ ընդհանուր հայոց պատմության եւ եղած է Բուենոս Այրեսի
Արժանտինի մեջ որպես հոգևոր առաջնորդ եւ ունեցել է բազմաթիվ հայ բարեկամներ։ Այսօր համար գնայի հայ ժողովրդին շատ բարեկամական հայացքով եւ ինքը գեհդեվի հadouk կերպով հայ կաթողիկե քրերին։ Հռոմի Պապի հայ բարեկամներից է նաև Լատինական Ամերիկայի հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ գերապատիվ Վարդան Սրբազան Պողոսյանը, որն աշխատել է նրա հետ, երբ դեռ նա Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս էր։ Քանի անգամ այցելի Անտիբեցա Սրբազան Բաբը եւ մեծ ուրախությամբ, որովհետեւ միասին աշխատեցանք Բուենոս Այրես, վերջին անգամ եղավ Մեքսիկո գա իմ ամենին բստիգը եւ գոգիգը համայնքը եւ հոն կացիեցնելու մեր համայնքը, մեր ընտանիքները եւ Անտիբեցայրեն նորեն ընտրեցի իր օրնությունը մեր համայնքին համար, հայ ժողովրդին համար։ Հռոմի Պապի առաջին քրիստոնյա երկիր այցը թավ տառերով գրանցվեց ժամանակակից հայոց պատմության էջերում, հուզեց եւ միավորեց մեր հազարավոր հայրենակիցներին ու ամրապնդեց հավատը այն գաղափարի շուրջ, որ չնայած դժվարին անցյալին այս փոքրիկ երկրի ժողովուրդը խաղաղություն քարոզելու առաքելություն ունի, ինչպես իր խոսքում ընդգծեց Սրբազան քահանայապետը։ Հասմիկ Առաքելյան, Արտակ Գևորգյան, Հակոբ Թումանյան, Առաջին ալիք։